Խորհրդանոցները շատ քաշակալներ իրենց մտահոգությունը հայտնեցին ձեր եւ պարոն Փաշինյանի հայտարարությունից հետո եւ կենսաթոշակները բարձրացնել 10,000 դրամով, սակայն մինչև այդ չէր հայտարարվում, թե այնպիսի տպավորություն բոլորին է բարձրանում 10,000 դրամ, այն հետո պարզվեց, որ տարբեր խմբերի տարբեր չափ է բարձրանում։ Սրա հետ կապված թոշակառուները իրենց մտահոգությունն են հայտնում, հատկապես աշխատանքային ստաժ ունեցող թոշակառուները, նշելով, որ իրենք մեղավոր են, որ աշխատանքային ստաժ ունեն, այսինքն այն մարդիկ, ովքեր Վերջացրեցիք, ցավոք սրտի դուք բացակա եք, երբ որ ես այդ հարցին պատասխանում էի եւ ես պատասխանել եմ, որ գրեթե բոլորին է բարձրանալու այդ 10,000 դրամով, այդ թվում ձեր նշած քաղաքացիներ եւ իրանք ոչ միայն մեղավոր չեն, այլ իրենք հենց ստաժի շնորհիվ ստանում են շատ ավելի բարձր կենսաթոշակ, քան այն քաղաքացիները, որոնք որ չեն ստանում բարձր կենսաթոշակ ստաժ չունենալու պատճառով եւ այդ բանաձևի մեջ, որը որ հիմա 24,000 դրամի վրա է գումարվում ստաժը, գումարվելու է 34,000 դրամի վրա այդ ստաժը եւ այդ քաղաքացիները, որոնք ունեն ավելի մեծ ստաժ, շարունակելու են ավելի շատ ստանալ, քան այն քաղաքացիները, որոնք որ չունեն աշխատանքային ստաժ։ Դուք երևի չեք լսում իմ պատասխանները, հարգելի լրագրողներ, դուք լսում եք իմ պատասխանը։ Ովքեր շատ են աշխատել, շարունակելու են շատ ստանալ եւ հետեւաբար չի խրախուսվում քիչ աշխատելը։ Ես կարծում եմ, որ այս բարձրացումը շատ էական է մեր 100,000-ավոր կենսաթոշակառու եւ նպաստառուների համար, նաեւ հաշվի առնելով, որ դրա վրա կարող է օգտագործել նաեւ հետվճարի ինստիտուտը, հետվճարը նույնպես կարող են ստանալ մեր քաղաքացիները 20% իրենց կենսաթոշակի եւ նպաստների վրա, մինչեւ 10,000 դրամի չափով, ինչը ըստ էության բարձրացում է մոտավորապես 20,000 դրամով բոլորի կենսաթոշակները եւ նպաստները։